Հանուն հոր եւ որդվո եւ օգվույն սրբո ամեն։ Մնացորդներու երկրորդ գիրք 25-րդ գլուխ Հութայի Ամասիա թագավորը։ Ամասիա 25 տարեկան էր, երբ թագավոր եղավ, ու Երուսաղեմի մեջ 29 տարի թագավորեց։ Իր մոր անունը Հովաթան էր Երուսաղեմեն։ Անրավ ինչ որ դիրոջ արչև ուղիղ է, բայց ոչ կատարյալ սիրտով։ Երբ թագավորությունը անոր վրա հաստատվեցավ, իր ծառաները մերծուց, որոնք իր հայրը թագավորը ըսպաններ էին։ Բայց անոնց որդիները չմերծուց, Մովսեսի օրենքի գիրքի մեջ գրվածին համաձայն ուրդերը բադվիրեց։ Որդիներուն մեղքին համար հայրերը պիտի չմերծվին, եւ հայրերուն մեղքին համար որդիները պիտի չմերծվին։ Ամեն մարդ իր մեղքին համար պիտի մերծվի։ Ամասիա Հութան ավակեց եւ ամբողջ Հութայի ու Բենյամինի մեջ հազարաբետներ եւ հայրաբետներ նշանակեց անոնց նահաբեդություններուն համեմատ։ 20 տարեկանեն վեր եղողները թվարկեց եւ զինվորության կացող ու քեղարդ եւ ասպար գրող 300,000 ընդիր մարդ կդավ։ 100 տաղանդ արձատով Իսրայելեն 100,000 զորավոր գդրիջալ վարձեց։ Սակայն Աստուծո մարդ մը եկավ անոր ու ասավ. «Ով թագավոր, Իսրայելի զորքը քեզի հետ թող չերտա, քանի որ դերը Իսրայելի հետ չէ, այսինքն բոլոր Եփրեմի որդիներուն հետ։ Բայց եթե երթալ գուզես, քնա ու ժողցիր բادرազմի համար, սակայն Աստված թշնամին արչև պիտի դաբալե քեզ, քանի օգնելու եւ դաբալելու կարողությունը Աստուծո ցերկն է»։ Ամասիա Աստուծո մարդուն ասավ. «Հաբա ինչ պիտի լա այն 100 տաղանդը, որ ես Իսրայելի քունտերուն տվի»։ Աստուծո մարդը պատասխանեց. «Դերը քեզի անգե ավելին կրնադալ»։ Ուստի Ամասիա Եփրեմեն իրեն եկող քունտերը զադեց, որպես իրենց դեղի երթան, իսկ անոնց փարգությունը հուշ փորփոքեցավ Հութայի թեմ ու փորփոքած փարգությամբ իրենց դեղը վերադարձան։ Բادرազմ Սեյրի թեմ։ Երբ Ամասիա ուժովցավ իր զորքը առաջնորդեց, աղիտ սորը կնաց եւ Սեյրի որդիներեն 10,000 հոգի զարգավ։ Հութայի որդիները ուրիշ 10,000 ալ ողջ կերևարեցին, ժայրին կակատը դարին ու զանոնք ժայրին կակատեն վար նետեցին, բոլորն ալ չախճախվեցան։ Այն քունտերը, որ Ամասիա վերադարձուց, որբեսի իրեն հետ բادرազմի չերտան, Հութայի քաղաքներուն վրա հարձակեցան Սամարիայեն մինչև Փեթորոն, անոնցմե 3,000 մարդ մերծուցին եւ շատ գողոբուտ գրավեցին։ Երբ Ամասիա Եդոմայեցիները զարներեն վերադարձավ, Սեյրի որդիներուն աստվածները բերավ ու զանոնք կանգնեցուց, որբեսի իրեն աստվածը լան։ Անոնց արչև գերգրբակեր եւ անոնց խուն կծխեր։ Դիրոջ պարգությունը Ամասիայի թեմ փորփոքեցավ ու անոր մարգարեմը ղրգեց ասելով. «Ինչու փնդրեցիր այն ժողովրդին աստվածները, որոնք չգրցան իրենց ժողովուրդը կուցերքետ ազատել»։ Երբ անոր հետ կխոսեր, թագավորը ասավ անոր. «Միթե քեզ թագավորի խորտագան գարկեցի, հրաժարե, ինչու քեզ զարնեմ»։ Մարգարեն հրաժարեցավ եւ ասավ. «Լավ գիտեմ, թե Աստված որոշեր է քեզ դաբալել, որովհետեւ ասիգա արիր խրադս մդիկ չնելով»։ Բادرազմ Իսրայելի թեմ։ Հութայի Ամասիա թագավորը խորհուրդ հարցուց, ապա Իսրայելի թագավորին Հեւիի որդին Հովաքազի որդին Հովասի մարդ ղրգեց ասելով. «Եկուր իրարու թեմ ճակատինք»։ Իսրայելի Հովաս թագավորը Հութայի Ամասիա թագավորին մարդ ղրգեց ասելով. «Լիբանանի Մոշենին, Լիբանանի մայրին պատկամ ղրգեց ասելով. «Քո աղջիկդ իմ դղայից տուր իբրգին»։ Բայց Լիբանանի մեջ եղող Թաշտի քազանը անցավ ու Մոշենին գողկրդեց. «Դու նսիր, ահա Եդոմը զարգի ու սիրտդ քեզ բարձրացնելով հբարդացուց։ Հիմա դունդ նստե, ինչու քու ճարիքիդ համար մակարիս, որ թե դու ունինաս, թե ալ Հութա քեզի հետ»։ Բայց Ամասիա մտիկ չրավ։ Արդարևասիկա Աստուծմե եղավ, որբեսի զանոնք իրենց թշնամիներուն ցերկը մատնե, որովհետև Եդոմայեցներուն աստվածները փնտրեցին։ Ուստի Իսրայելի Հովաս թագավորը բարձրացավ եւ ինք ու Հութայի Ամասիա թագավորը Հութայի Փետսամյուսին մեջ իրարու թեմ ճակատեցան։ Հութա Իսրայելի արչև բարձվեցավ եւ ամեն մարդ իր վրանը փախավ։ Իսրայելի Հովաս թագավորը Փետսամյուսի մեջ բռնեց Հովաքազի որդին Հովասի որդին Ամասիան, Հութայի թագավորը ու զայն Երուսաղեմ դարավ։
Երբեմի թռնեն մինչև անգյունի թուրը Երուսաղեմի բարիսպեն 400 գանքուն կանտեց, նաև ամբողջ ոսկին եւ արծաթը ու Աստուծո դան մեջ ապտետոմիկով գտնվող բոլոր արարգաները քրավեց, թակավորին դան կանցերը եւ բադանտներ արավ ու Սամարիա վերադարձավ։ Հութայի թակավորը Հովասի որդին Ամասիա, Իսրայելի թակավորին Հովակազի որդին Հովասի մերնելեն յետ 15 տարի ապրեցավ։ Ամասիայի մնացյալ արարքները, առաջիններն ու վերջինները ահա Հութայի եւ Իսրայելի թակավորներու քիրքի մեջ գրված են։ Երբ Ամասիա դիրոջ հետևելեն հերացավ, անորթեմ Երուսաղեմի մեջ թավատրեցին։ Ան Լակիս պահավ, բայց անոր յետևեն Լակիս մարդ ղրգեցին ու զայն հոն մերցուցին։ Աբա ցիերով փոխադրեցին եւ զայն իր հայրերուն հետ թաղեցին Հութայի քաղաքին մեջ։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։